Ողջույն, Բուն TV եթերում սպորտ պոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Մի քիչ ջղայնացած, մի քիչ անորոշ, մի քիչ ինքդ քեզ կորցրած, բայց կարծում եմ բոլորս էլ կարողացել ենք երկուշաբթի օրը արթնանալ, հատկապես այն մարդկանց մասին է խոսքը, ովքեր որ իրենց սպորտասեր, ֆուտբոլասեր են համարում եւ ում համար սեփական երկրի դրոշն ու զինանշանը օրդներքը ինչ որ խուլ արձագանքներ չեն, այլ արժեք ունեցող ինչ որ մի սիմվոլներ։ Ցավոք սրտի այնպես է ստացվում, որ մեկ խաղից բաղկացած դիմակայություններում կամ երկու խաղ իրար հետ 8 գնդակի տարբերություն եւ 9-1 հաշիվը ինչ որ վերջին շրջանում մեզ հետապնդում է, թե ինչ սիմվոլիկա է դրա տակ թաքնված, չգիտեմ, ես չեմ կարող ասել, վստահ եմ մարդիկ, սնահավատ մարդիկ կան, ովքեր որ կարող են այդտեղ ինչ որ սիմվոլիզմ գտնել։ Ես մեկ բան եմ կարող արձանագրել մինչև այս պահը, որ այնինչ հասցրել եմ կարդալ, տաք գլխով գրված, խաղից անմիջապես հետո մի քանի ժամ անց նաև գործընկերներիս եթերները, որը հեռարձակվել է YouTube-ով ամբողջ հանդիպան ընթացքում այնտեղի մեկնաբանությունները, չաթում ակտիվ գրում էին մարդկանց արձագանքներն ու ընկալումը, ինչ է տեղի ունենում, ինչ եղավ, ինչ պետք է անել, եւ եթե ասեմ, որ այդտեղ երկու մարդ, երկու անձ կար, որոնց կարծիքն ու ընկալումը նույնն էին, այսինքն այս բաժակը դնել այստեղ, թե այստեղ։ Երկու մարդ չգտնվեց, որ ասի այս բաժակը պետք է սենց վերցնել, դնել այստեղ, այս բաժակը պետք է նախ դնել գետին, ապա դնել նոր ցախ։ Այդպիսի երկու անձ ես չտեսա։ Աբսուրդից է, այո, աբսուրդի ժանրից է։ Ինչպես է այդպես ստացվել, չգիտեմ։ Երևի ազգային էթնիկ ինչ որ բնորոշ գիծ է մեզ մոտ, որ մենք նույն պարզ հարցի շուրջ չունենք մեկ ընդհանուր հայտարար։ Կարծիքներից մի քանիսը պարզապես կիսվեմ ձեզ հետ։ Երկու հատ սկրինշոթ են տեղադրում, ինչու Հայաստանի ազգային հավաքականի վրա չկա Հայաստանի զինանշանը։ Այդ երբ էին, որ նրանք փոխեցին այն, եւ ինչպես եղավ, որ հեռացրին զինանշանը։ Այն, որ այդտեղ հսկայածավալ տենց երագույն կա, այն որ այդ նույն ֆուտբոլիստները միջև այդ երգում են պետական օրդներքը, դա հեչ զինանշանը մեջ։ Հանձնել են զինանշանը ժողովուրդ։ Մեկնաբանեմ այդ գրողին։ Եղբայր, դու այդ նշանակում է պրոստը ինչ որ շուլուխ են գցել, դու տենց հետաքրքրվել ես ֆուտբոլով ու ասել ես մի հատ սիրուն լայքեր հավաքող պոստ անեմ, որովհետև դու տեղյակ չես, որ դա փոխել են արդեն վաղուց։ Եղբայր, ու երկրորդ այդ լուրջ ես ասում, հիմա որ զինանշանով լինեին, այլ կերպ էին խաղալու, հա? Դե մրցակիցներն, զինանշանով է Հայաստանի էդի գաղտնի զենքա։ Եղբայր, եթե դու օրկերի հետ ստրատեգիա ես խաղում, ունդեղ կա, որ գերբ ես առնում, ու գերբդ քո օրկերի ուժը ուժեղացնում է, կյանքում տենց չի հարգելիս։ Իրական կյանքում պորտուգալացիները ապտակում են քեզ 9 անգամ եւ ճանապարհում են, եղբայր։ Այն որ քո վրա լինի գերբ, կապիտան ամերիկան չի էդի մարվելներից չի, ցավը տանեմ, էդի իրական կյանքա, որտեղ ուժեղը թույլին հաղթում է։ Ու եթե դուք այնքան բանականություն ունեք մոտավորապես, որ հայաթի բիսեդկայից կարող եք դուրս գալ ու լսել, պրոստը այ մարդ, պատկերացրեք, որ կան ոլորտներ, որտեղ որ ձեզնից մի փոքր ավելի շատ հասկացող մարդիկ կան։ Մի հատ լռեք, այն ուղեղի մեջի այդ ձեր ճտիկն էլ անջտեք, որ լռությունը տեղ լինի, ու ընկալեք։ Ես պնդում եմ, որ օրինակ ես գիտեմ մեր այս ազգային ֆուտբոլային տրագեդիայի ամբողջ բացատրությունը։ Ու իմ համար այնքան պարզ ու տրիվիալ է, որովհետև երբ որ ես այդ պատճառը շարադրում եմ, ես նաև ստանում եմ հստակ սահմանված, թե ինչպես դա տեղի ունեցավ ու ինչու դա տեղի ունեցավ։ Իմ մոտ հարցեր չեն առաջանում, ու ես շատ հանգիստ եմ դա տանում։ Չեմ նյարդայնանում։ Արդեն վաղուց է դա տեղի ունեցել, իմ կյանքում շատ բան փոխվել է դրանից հետո, երբ որ ինքս ինձ հետ որպես հայի
առերեսվել եմ, այսինքն երբ որ հայլու մեջ նայում եմ, ասում եմ ես հայ եմ, Հայաստանի քաղաքացի։ Ծնվել եմ 89 թվականին, անցել 2 պատերազմի միջով, երբ որ ես ծնվել եմ, ընտանիքս շատ դժվար կացության մեջ էր, որովհետև մի հատ ամբողջ երկրում երկրաշարժ էր ցնցել, ու այդ դրա հետ ես օքեյ եմ։ Ինչ անեմ, էտա, իմ ունեցած էտա, ես չեմ ամաչում, որ հայ եմ։ Դաժե մեկ էլ հպարտության զգացում ունեմ, գիտեք, որ տենց ծանր, դժվար, բարդ կյանքը անցնելով ես հիմա դարձել եմ 36 տարեկան, ունեմ ընտանիք ու 2 երեխա։ Այդ երկրում ես տենց ապրել եմ, հասել եմ այստեղ ու օքեյ եմ դրա հետ։ Ես ինքս ինձնից ասում եմ, կրկնում եմ հայլու դիմաց, երբ որ կանգնում եմ, չեմ ամաչում։ Հիմա դուք բոլոր նրանք, ովքեր որ այդ աբստրակցիայի սխալ հայլիների Հայաստանում են ապրում։ Դուք շվեյցարյան չեք, եղբայր, դուք դանիան չեք, գերմանիան չեք, առավել ևս որևէ եվրոպական երկիր չեք։ Այն կարգին հաղորդման է, որ ասում է զարգացած երկրից ելնի, Գերմանիայից ելնի, Անգլիայից էլ, Ճապոնիայից էլ, եղբայր դուք այդ երկրների շարքում չեք։ Ոչ ձեր երկիրը որպես երկիր, ոչ դուք որպես ազգ ու էթնոս։ Դուք շատ միջին, մեր շատ հայտնի մեծ ու շատ լավ բանաստեղծներից մեկը ասել է մենք մեզ ոչ մի ազգից չենք գերադասում, ցավոք սրտի պարզվեց, որ մենակ այդ տողերի հեղինակն է տենց մտածում։ Դուք ձեզ գերադասում եք բոլոր մնացած ազգերից։ Այսինքն պատկերացնում եք պորտուգալացիները, որոնք որ ֆուտբոլային 120 պլյուս տարվա ավանդույթ ունեն, ակումբներ ունեն, որոնք որ 120 պլյուս տարեկան են, 120 պլյուս, պատկերացնում եք, 110 պլյուս տարեկան են, այդ երկիրը պետքա ինչ-որ միտեղ սայթակեր, որ դուք կարողանայիք իրանից միավոր խլել կամ ինքը դժվարություններ ունենար ձեր այդ պայքարում։ Իդեպ նույնը հունգարացիների մասին է խոսքը, որոնք նույնպես ունեն ակումբներ ու ոչ մեկը, որը 110 եւ պլյուս տարեկան է։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 120 պլյուս տարվա ֆուտբոլային ավանդույթներ ունեցող Իռլանդիային։ Որտեղ որ ֆուտբոլը դա ազգային էթնիկ ինքնագիտակցության բաղկացուցիչ մասերից մեկն է։ Անգլիացին, շոտլանդացին ու իռլանդացին կարա ասի, որ այն ֆուտբոլի ակունքներում է։ Հիմա թե ճանապարհները ոնց են դասավորվել, ինչ պատմական պետական ճանապարհը անցել Իռլանդիան որպես ժողովուրդ ու պետություն, դա առանձին իրենց տրագեդիան է։ Ու դա հանգեցրել է նրան, որ նրանք հիմա չունեն այնպիսի ընտրանի, ինչպես օրինակ նույն Անգլիան, չունեն այնպիսի ներքին ուժեղ առաջնություն, ինչպես Շոտլանդիան, բայց նրանք առանձին վերցրած ունեն ֆանտաստիկ փայլուն ֆուտբոլիստներ, որոնցից մեկը ուղղակիորեն փայլեց այսօրների ընթացքում թե Պորտուգալիայի հետ խաղում, թե Հունգարիայի։ Այսքանը որպես ինտրո մատուցեցի, սակայն այդ ընթացքում շատ կարևոր մի միտք շարադրեցի, որը ինքնախոստովանություն էր, հնարավոր է սենց հեռուստաեթերի շրջանակներում, բայց այո, ես կարծում եմ, որ ես ունեմ բացատրությունը, ու ես այդ բացատրությունը չեմ լսել եւ գեթ մեկ սպորտային մարզական վերլուծաբանից, մարզասերից, նրանից ով որ միշտ հավակնել է ասել, որ ինքը ֆուտբոլից ու սպորտից առհասարակ գլոբալ հաշվով ու ֆուտբոլից հատկապես հասկանում է։ Ես չեմ լսել այն բացատրությունը շարադրված, հստակ շատ, որը մեկնաբանում է, թե ինչու է ստացվում, որ այսպես է ստացվում։ Հիմա ես կարծում եմ, որ ես ունեմ, ու կրկնում եմ, երբ որ ես ամեն մի նման տրագիկ խաղից ու արդյունքից հետո վերհիշում եմ, թե ինչպես է այսպես, հանգստություն է գալիս, ծով հանգստություն։ Այ խաղաղ օվկիանոսը, երբ որ ասվել է, որ իրան պետք է անվանել խաղաղ օվկիանոս, որովհետև տեսել են այն խաղաղությունը, որը թևածել է նրա ալիքների վրա, այդպիսի խաղաղություն է գալիս, հոգուս, եւ ես հանգիստ եմ։ Գիտեք, որովհետև ունեմ բացատրություն։ Նրանք, ովքեր որ չեն հասկանում ինչի մասին եմ խոսում, ձեզ հարցնեմ. ինչու Հայաստանում տիեզերագնացներ չեն պատրաստում։ Հայաստանում ինչու չկա այն ծավալի էլեկտրական մեքենաների արտադրություն, ինչ օրինակ Չինաստանում կամ ԱՄՆ-ում։ Պատասխանեք այդ հարցին։ Խնդրում եմ, դու այ հեռուստադիտող, որ կարողանաս նայել մինչև այս պահը, կարող ես հիմա մի հատ շարադրել, խնդրում եմ։ YouTube-ում կլինի, ինչ որ մի տեղ կլինի, կամ Facebook-ում կգրես, դու գրել շատ եք սիրում։ Շարադրեք, խնդրում եմ։ Ինչու մենք տիեզերագնացներ։ Ի՞նչն է։ Օրինակ ես ուզում եմ դառնամ տիեզերագնաց։ Հայաստանում։ Ի՞նչն է բարդը։ Աստղագիտության հիմնական այդ օրենքներին չենք տիրապետում։
Հրթիռ չունենք, հրթիռ ունենք, հրթիռի վրա տենց միտեղ մեզի կկպցնեն մի հատ դիվանի վրա, սենց ամրագոտիս կկապեմ, կթռնեմ։ Փորձա թող անեն, էլի կմեռնեմ այնտեղ, ինչ որ մեկը հետո կասի, հա դենտեղ երևի թթվածին էլ էր պետք, մի հատ գազի բալոն, դե գազի բալոններն էլ այդ ֆեյերվերքների ժամանակ են թթվածնի բալոն չկա, տենց էդի կպցնում ենք մեջքին, տես թեթևակի բանը կուժեղացնենք, հա, պետք է որ սաղ մնա։ Մի ուրիշի վրա կփորձենք, ու տենց միջև մի բան ստացվի, միջև մենք կունենանք տիեզերագնաց։ Կամ տենց փորձերով արտադրենք ավտոմեքենա, էլեկտրական այն էլ։ Ինչու է այս ամբողջ լոլոն, բայց ես ստիպված եմ այս լոլոները հեքիաթային ցենց շարադրանքով ձեզ մատուցել, որովհետև կրկնում եմ ազգային այդպես բարձր մակարդակով չկա անկալում թե ախպեր խի չունենք ֆուտբոլ։ Ունեց զարմացած ախպեր այդպես բարդ է։ Հա, բարդ է։ Ու բարդ է, որովհետև ոչ թե ես եմ ասում, որ բարդ է։ Այդ հերն անիծածը 11 մարդու դաշտում 11 մարդու համագործակցություն է ենթադրում։ Այ ախպեր դու քո հարևանի հետ չես կրում լեզու գտնես, աղբը այդտեղ պետքա գցել, թե աղբամանի մեջ։ Դու դիմացիդ վարորդին չես կարող բացատրես, որ այդ բիչոկը որ կտցրիր, աղբերես պատուհանից դուս ճիշտ չի։ Ընկեր չես կարող էդի բացատրես 11 հոգին դաշտում իրար հետ ո՞նց պետք է համագործակցի։ Նույն էթնիկ խմբի ներկայացուցիչն է, քո հարևանի տղեն է մեկը։ Մեծ մասը իմ կողքից շենքում է մեծացել, մեկի հետ մարզվել եմ, մեկը հիմա մարզիչ է, որը պարապել է իմ թմում։ Հայ ես այդ մարդկանց գիտեմ ու չեմ զարմանում, որ սենց արդյունք ունենք։ Ու իդեպ ես իրանց չեմ վատաբանում, որովհետև իրանք էլ են այս նույն միջավայրում մեծացել ու իրանցից ես շատ ավելի մեծ սպասումներ չունեմ։ Ես իրանց չեմ ասում տիեզերք թռեք, դուք ասում եք տիեզերք թռեք։ Ընկեր դուք ասում եք Հայաստանում, ախպերն են ցարեք թռնենք տիեզերք, տենց չի լինում, եղբայր։ Այստեղ Պորտուգալիան NASA-ն է, որը ամեն օրվա կտրվածքով կարա շատ էլ արձակի ու ունենա արբանյակներ արհեստական, հազարավորը, դու այստեղ Մոզամբիկն ես, որը որ իրավունք չունի դրա մասին մտածելու։ Լավ, Մոզամբիկը չէ, Հայաստանը։ Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքում, FIDE-ի կայքում կա կարող ես դնել այնպես, որ ռեյտինգը ցույց տա երկրների։ Եթե չեմ սխալվում, այդ ռեյտինգը Elo-ի միջինացված թիվն է, համաձայն նրանց 10 լավագույն շախմատիստների ունեցած ռեյտինգային միավորների։ Մենք մշտապես լավագույն տասնյակում ենք։ Հիմա կարող եմ 1-2 աստիճան ներքև կամ վերև, դա չի ականը։ Հիմա պատկերացրեք, մենք լավագույն տասնյակի շախմատային գերտերություն հավաքականի մակարդակով, հա, հանդիպում ենք Պորտուգալիային։ Չեք պատկերացնի Պորտուգալիային։ Լավագույն 60-70-յակի մեջ են տես։ Կարող է հիմա մի քիչ լավացել է, չգիտեմ։ Բայց մենք շախմատային գերտերություն ենք, հա։ Օլիմպիադայի հաղթողներ ոչ մեկ անգամ։ Էդի շախմատային աշխարհում նույնն է, ինչ, չգիտեմ, լինել Իտալիայի ընտրանի։ Հիմա պատկերացրեք շախմատային տախտակի շուրջ հանդիպում ենք պորտուգալացիների հետ, մեկ էլ պորտուգալացիները մեզի կարողանում են հաղթել։ Շուտ նորմալ կնայեք, չեք ասի, արա 100 քանի տարվա շախմատային երկիր ենք, մեզ մոտ միջնադարում ճատրակ անունով հիշատակվում է այդ խաղը, մենք որ սենց, չգիտեմ, այնտեղ Պետրոսյան, Գարի Կասպարով, այնքան լուրջ շախմատիստներ, էս ո՞նց տենց ստացվեց։ Ու հիմա դուք մտածում եք, որ Էյսեբիո ունեցած Կրիստիանո Ռոնալդո ում մեր ազգի հալալ կեսը մեծարում է որպես աշխարհի լավագույն ֆուտբոլ։ Այսինքն ձեր կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ծնած Պորտուգալիան պետք է մեզ դաշտում նկատեր, որ ձեր հատվածում է անջատվում լոգիկան, իսկ ալոգիկը միանում է։ Տենց ազգային էթնիկ պատկանելիությունն է ձեր մոտ խոսքում։ Օ, դա ավելի բարդ խնդիր է։ Դա ավելի բարդ խնդիր է, որովհետև դուք ուրեմն այն մարդկանց շրջանակներում եք, ովքեր որ մտածում են, որ մենք Աստվածընտրյալ ժողովուրդ ենք։ Աստվածընտրյալ ժողովուրդ, այ հայ ժողովուրդը ոնց կարա որևէ ոլորտում պարտվի ինչ որ պայմանական պորտուգալացու կամ հունգարացու։ Ճիշտ է։ Մենք ենք, մեկ հрьяաները, մեկ էլ ճապոնացիները, Աստվածընտրյալ ժողովուրդների։ Կարա ցենց Աստծո աչքը միշտ
թեվացում է մեր գլխի վերևը, մենք էլ սենց փառապանտ ժողովուրդ, ընենց մի համաշխարհային գիգանտներ ենք տվել, որ էլ ասելու չի, ամբողջ աշխարհը բուրգերներ ենք մենք կառուցել, տո լուսինել ենք առաջինը մենք գնացել, տո աշխարհի ամենաանդնդախորը քարանձավները հենց մենք ենք գտել, բացահայտել։ Հա, ամեն ինչ մենք ենք արել ժողովուրդ։ Ու այդ ժողովուրդը չի կարա պարզա։ Դե որ եթե հարցը տենց եք դնում, պարզա չի կարա։ Դե հենց level եք բարձրացնում ազգային էթնիկ պատկանելիությունը, որ մեջից գեները հելել ուտում են ինձ։ Եվ եթե տենց մարդիկ կան, որոնք որ տենց են մտածում, ֆուտբոլին տենց են նայում, որ եթե մենք աստվածընտրյալ գենետիկ կոդ ունենք, դե ինչ մենք անենք, անգամ եթե չենք արել երբևէ, օրինակ կրիկետ ես չեմ խաղացել, լայաղ անեմ սիգարետս գցեմ, այդ կոֆեն ֆրթսնեմ, դնեմ մրուրին նայեմ, տենամ ամեն ինչ նորմալ է, պատի որ այդ կրիկետի փեդը որ վեգալ եմ, մի անգամից կկրեմ, հա այդ հնդիկներին կկրեմ, դրանք նիհար են։ Եթե տենց եք մտածում, հա, ձեր մոտ կարա դու գատա, ձեր բառերով էլի շարադրեմ, որ վсё-таки տեղ հասնի։ Հա, բայց հարցը էնի է, որ տենց չի, այ ախպեր։ Սիրելի արգելիներս, տենց չի։ Դուք աստվածընտրյալ ժողովուրդ չեք։ Ոնց բացատրեմ։ Եթե էիք, պատերազմում էլ կհաղթեիք, սենց մատին չխփելով, ինչ որ ուժեր երկնային կգային, կկռվեին ձեր փոխարեն, Արցախն էլ մերը կլներ, տո Արևմտյան Հայաստանն էլ միջև Կիլիկիա մերը կլներ։ Որովհետև մենք աստվածընտրյալ ժողովուրդ ենք, այդ նույն ձեր գենետիկ կոդի պատկերացմամբ։ Ժողովուրդ չեմ խափի, բայց ես ձեզ ասեմ, եթե պատմական գիտությունների նկատմամբ գոնե այսքան սեր ունեք, բոլոր մեր հերոսներին, այն առաջին մեծության քաշ ունեցող հերոսներին, եթե դավաճանական սպանության դեպքը արձանագրվել, այն ժամանակվա ոստիկանները, եթե իրանց ամենօրյա այդ բանում մատյանում արձանագրել են, մեծ մասին դավաճանաբար սպանել է ինչ-որ մի հատ հայ կամ տեղն ասել է ինչ-որ մի հատ հայ։ Հիմա եթե դուք կարծում եք, որ այդքանից հետո դուք այն աստիճան ընտրյալ փառապանտ ժողովուրդ եք, որը բոլորից տարբերվում է, ու դուք իրավունք չունեք որևէ հավասար պայմաններում որևէ մեկին որևէ ոլորտում պարտվելու, չարաչար սխալվում եք։ Այդ կեղծ պատկերացումը հենց այն պատճառն է, այն հիմքն է, որը ձեզ ստիպում է չընկալել, թե ինչ է տեղի ունենում։ Այսքան մեծ ու երկար պարզաբանումը զուտ նրա համար էր, որ ժողովուրդ ջան, մի խմբում, որտեղ որ մի այլ կարգի ահավոր լուրջ հավաքական է, որը մի քանի տարի առաջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել, մի հատ ահավոր լուրջ հավաքական Հունգարիայի հավաքականը, որը աշխարհի մասնակցությունների ու արդյունքի տեսանկյունից շատ լուրջ ցուցանիշներ ունի, դեռ ավելին ասեմ 60-ականներին Հունգարիան եղել է համաշխարհային ֆուտբոլի հեգեմոն, իր անունով մի հազար ու մի բան կա ֆուտբոլում, իրանք տակտիկական նորամուծություններ, տո ոնց բացատրեմ, Հունգարիան 50-ական, 60-ականներին եղել է, ոնց որ չգիտեմ, հիմա Արգենտինան կամ Բրազիլիան, այ մարդ ոնց բացատրեմ ձեզ։ Այդ երկիրը չի կա, հիմա մի անգամ դուք սովետի չեմպիոն եք դարձել, մտածում եք, որ դուք հո եք, Անդրեասյանը գլխով գոլ արել, արա բա հունգարացիք ինչ ասեն։ Հիմա պատկերացնում եք Հունգարիայի հավաքականը, ով 2 անգամ հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ, ինքը սեփական հարկի տակ չի կարողանում հաղթել ոչ ոքի խաղալ Իռլանդիայի հետ, կամ ավելի դժվարություններ է ունենում Հայաստանի հավաքականի հետ խաղում։ Ժողովուրդ դա նորմալ է։ Այսինքն դուք ուզում եք ոտ գցել ֆուտբոլի ակունքներում կանգնած իռլանդացիների հետ, հունգարացիների, ովքեր որ 2 անգամ կանգնել են, հասել են ֆուտբոլի առումով ոտքերը շատ պինդ ու խորը հետք ունեն այդ հերն անիծած դաշտում դրած, մի քանի անգամ աշխարհի առաջնությունների 9 մասնակցություն ունեն։ Իդեպ այնքան, որքան Պորտուգալիան նոր միայն, ժողովուրդ ուշադրություն, աշխարհի առաջնություններին Հունգարիան մասնակցել է 9 անգամ, Պորտուգալիան, որը 3 մեզ 9-1 հաղթեց, դա իր համար ապահովում է աշխարհի առաջնություններում իր 9-րդ մասնակցությունը։ Ընկալեցիք, հասավ տեղ։ Իռլանդիայի հավաքականի մասին է խոսացինք։ Հիմա
Այդ ձև խմբում երբ որ դուք հայտնվում եք, ու երբ որ դուք ունեք 3 միավոր, դուք հաղթել եք այն հավաքականին, որը հունգարացիներին կարողացավ հաղթել, հունգարացիների իսկ դաշտում 3-2 հաշվով ֆանտաստիկ վերջաբանով հանդիպում էր, նայեք, հայլայթերը նայեք, խնդրում եմ։ Ամեն ինչ օքեյ է, այսինքն անգամ այդտեղ դրական բան կա։ Խնդրում եմ մոռացեք Պորտուգալիայի հետ 2 խաղերը, առաջարկում եմ մի հատ նայեք։ Մտապահեք, չանջատեք ալիքը, խնդրում եմ, մտապահեք, հիշեք դա ու ձեզ կրկին հիշեցնում եմ, թե ինչ հաշիվներով ենք մենք պարտվել։ Պորտուգալիայի ընտրանին, որը թոփերի թոփն է, հանում դնում ենք մի կողմ։ 2-1 հաշվով հաղթել ենք իռլանդացիներին, 2-0 հաշվով հաղթել ենք, պարտվել ենք հունգարացիներին, չարաբախտ մի զզվելի դեպքի պատճառով, որտեղ որ ստացան կարմիր քարտ 1-0 մինիմալ հաշվով պարտվել ենք իռլանդացիներին, մինիմալ 1-0 հաշվով պարտվել ենք սեփական արկիտակ հունգարացիներին, որոնց կարող էինք սյոտակի քամել ինչ-որ ոչ ոքի պոկեր։ Հավաքական, որը ունի մենտալ խնդիր ուժեղ ընտրանիների դեմ խաղալու։ Պարզա, այնքան պարզա իմ համար։ Պորտուգալացիներն այստեղ պարտվում են 5-0, պորտուգալացիներն այնտեղ պարտվում են 9-1։ Ռոնալդուով տարբերակով ավելի մեղմ պարտվեցինք, պարզվեց, որ Ռոնալդուն երբ որ չի գալիս, այդ 2-11 մետրանոցներն եթե ինքը իրացներ կարող են, իսկ ինքը վերջերս շատ ավրիպում են, տուգանային արվածներ հաստատ ինքը գալու վերցներ խփեր ծուր։ Վերջին անգամ ինքը 5-6 տարի առաջ է, տուգանայինից չգիտեմ երբ է խփե, բայց այդ մարդը այնքան ինքնահավան է, այն աստիճան եսասեր է, որ ամեն անգամ գալիս է իր գեր տաղանդավոր հայրենակիցներից այդ գնդակը վերցնում է Կրիստիանո Ռոնալդուի մասին է խոսքը, ժողովուրդ դնում է ու ծուռ է խփում։ Բայց բոլորը ծափ են տալի, որովհետև արա շատ են սիրում իրան, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է իրանց ընկալմամբ։ Այ մարդ, ես իրա ցավն էլ տանեմ, այո, ինքը ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ հսկայական ներդրում ու քաշ ունի։ Ազգիս կեսը, որ ֆուտբոլ է գնում խաղա, իր անվան պատճառով է գնում խաղա։ Ես իրա ցավն էլ տանեմ, ներդրում ունի, գնա գալիս եմ։ Բայց այդ մարդը եթե խաղար, մենք երևի թե 9-1 չպարտվենք։ Հիմա ասածս այն մասին է, որ այս հավաքականը պատահաբար, շատ պատահաբար իր մասնակցությունը դրել էր հարցականի տակ ու ինքը ընես տրամադրությամբ էր մտե դաշտ, որ տալու է ջախջախի։ 1-1-ից հետո պատահական մեկ փոքրիկ սխալի հետևանքով մենք մենտալ առումով կորցնում ենք ինքնատիրապետումը։ Գևորգ Ղազարյանը Արարատ Արմենիայի մարշչի օգնականը, ով 3 գործընկերներիս մոտ ուղիղ եթերի էր ամբողջ հանդիպման ընթացքում, մեկ շատ էական ու կարևոր միտք ասեց, որը կամ ըմբռնեցին, կամ տեղասավ, կամ ընկալեցին, երևի թե որոշ զանգված, բայց կարևորություն նվազագույնը անգամ եթերում չտրվեց, ես ընկալեցի, որ իրանք չընկալեցին, ու ոչ մեկ չընկալեց։ Առհասարակ ուժեղ հավաքականների դեմ խաղերում, երբ պարտվում ես ինչ պատճառներով էական չի 2-1 հաշվով, դա տրագեդիա չի, պետք է գնահատել 1-2-ը, այդ ձև ասեմ, որ հասկանաք, 1-ը ես եմ, 2-ը մրցակիցս, դա տրագեդիա չի։ Պորտուգալիայի դաշտում պարտվում ես 1-2, անգամ 1-3, իդեպ Գևորգ Ղազարյան ասեց։ Այո, սխալ պասի հետևանքով մենք պարտվում ենք արդեն 2-1, մի անգամից ուտում ենք երրորդը, ոչինչ տեղի չի ունեցել։ Շատ հնարավոր է, որ մենք որևէ այլ ջանքի կամ մյուս զուգահեռ տիեզերքում նմանատիպ պայմաններում էլի պարտվեինք 2-3 գնդակի տարբերությամբ այդ րոպեին ոչինչ տեղի չի ունեցել, բայց մենք հոգեբանորեն կոտրվող, սեփական ուժերին չհավատացող եւ մշտապես զոհի կարգավիճակում դաշտ մտնող, դաշտից դուրս գալացող հավաքական ենք։ Այդպիսին չեն, գիտեք ովքեր, խելքները թրծրած, ոչ ադեկվատ շատ խմող, պատահածը մտքին եկածը ուղիղ դեմքիդ ասող, շատ պարթևահասակ, բարձրակազմ, թիկնեղ մի ազգի ներկայացուցիչներ, ինչպիսիք են իռլանդացիները։ Մարդիկ, ովքեր որ առաջին խաղում խաղացել էին ոչ ոքի, Հայաստանի հետ եկել էին Երևան միանշանակ հաղթելու ու իրենց մեդիայի ներկայացուցիչները
Հայաստանի ավականին պարտվելուց հետո ասացին. դե ինչ, այսքանով ավարտվեցին մեր բոլոր շանսերը, որոնք մեր կունեինք ու կարող էինք ինչ-որ մի տեղ երազել, որ կարող ենք մասնակցել աշխարհի առաջնությանը։ Գիտեք ինչ իրենք արեցին։ Վերջին 3 խաղերում բոլորը հաղթեցին։ Հայաստանի ավականին դժվարությամբ, բարդությամբ, չարքաշ պորտուգալացիներին ու վերջում էլ հունգարացիներին։ Ֆանտաստիկ այդ խաղը կամքի սեփական ուժերին հավատալու, մինչև վերջ պայքարելու անկախ հաշվից, եղանակային պայմաններից, նախընտրական քարոզ արշավից, վաղարշապատում ընտրությունների, տիմ ընտրությունների արդյունքներից, ախպեր էսիա, էս մի քանի րոպենա մնացելա խաղում ենք, 2-1 պարտվում ենք, մենք իռլանդացիներ ենք, Աստված ընտրյալ ազգ չենք, չէ, արա այն որ հիմար ազգերից մեկն ենք էլի, որ վերևը ինչ որ մի հատ կղզում ապուշ ապրում է, հում հայ չենք, ախպեր, նորմալ եկեք խաղանք։ Ու իրանք կարողացան նորմալ խաղալ ու 96-րդ րոպեին խփել հաղթական գնդակը։ Աշխարհի առաջնությունների ինակի մասնակից հունգարացիների դարպասը ու Անգլիայի առաջնությունում խաղացող լեգենդար ֆուտբոլիստներով համալրված հունգարացիներն է տենց գլխի կորույս եւ դաժան ծեծի ենթարկվածների անհույս դեմքերով տենց ընկան խոտածածկին հասկանալով որ իռլանդացիները վերջ գոնե ֆուտբոլում հունգարացիներից ուժեղ են։ Առանձին խաղերի ու առանձին դրվագների քննություն այս եթերում առասարակ չի լինելու, որովհետև ֆուտբոլը դա ինչ որ մի բան չի, որը զարգացնել ֆուտբոլը։ Երբ ասում ես զարգացնել քո երկրում որևէ մարզաձև ժամանց, ինքը մեծ հաշվով ժամանցային մարզաձև, որը ամբողջ աշխարհում ինչ-ինչ պատճառներով մեծ տարածում ունի, դա չի նշանակում, որ պետքա դրվագներ քննել։ Բա ստեղ սխալ էր պասը, բա ստեղ էլ երևի թե պետք էր գնալ կոնտրպրեսինգի, այստեղ եթե դիրքը չխախտեր, չէ, ժողովուրդ ջան, դա առանձին խաղում, այո, կարող ես վերլուծել, ներքին քննության առարկա է։ Գլոբալ առումով մեծ խնդիրները, երբ որ դիտարկում ես ֆուտբոլային, դրանք ուղղակիորեն կապված են քո երկրի հետ։ Հիմա դու վերադառնալով մեր այս թողարկման ամենասկզբում հնչեցրած մտքերին, դու ով ես։ Դու Հայաստանն ես։ Հայաստանում ապրում է վերջին հաշվարկներով 3 միլիոն 50 հազար փոքրիկ պոչիկով մարդ։ 3 միլիոն 50 հազար մարդուց ես մի քանի անգամ ասել եմ, բայց էական չի որ ես եմ ասել, չէ, 1000 հոգի ասել է 1000 տեղ։ Ցավոք սրտի այն մեյնսթրիմային ինֆլուենսեր կերպարները չեն ասեն, որ ալյա 25000 դիտորդ ունեն ամեն մի հնարավոր հիմարություն տարածում են ու սենց իրանք հայտնի են դառնում։ Իրանք համ քաղաքագետ են, համ պատմաբան են, համ տնտեսագետ են, համ էլ ֆուտբոլի մասնագետ։ Այդ մարդիկ չէ։ Այդ մարդիկ տենց ընդհանուր առմամբ Վիկիպեդիայում մի հատ 5-6 տող կարդում են ու միանգամից բայց լավն է որ ես կրթություն ստացել եմ ոչ մեկ այլ երկուսը ու լավն է որ հիմնականում այն ոլորտներից եմ կարծիք հայտնում որոնցից որ լավատեղյակ եմ կամ մասնագիտական կրթություն ունեմ որի համար տարիներ շարունակ այն որ ասում են վիզ եմ դրել կամ տարիներ շարունակ աշխատել եմ օրինակ 6 տարի բարմեն եմ աշխատել այ կարամ ասեմ ես կոկտեյլը ոնց է այդ գիտելիքները ձեռք են բերել աշխատանքի ընթացքում հարգելիներս այն մարդիկ ովքեր արագ գեզից զզվելի կերպարայ հիմարություններ ես ասում ապեջան Էսով ես դու կետեր։ Այդ մարդը կարա այդ ոլորտից ասի։ Ես կարող եմ խոսել բարմենությունից, կարող եմ խոսել հնագիտությունից, պատմությունից, քաղաքականությունից, որովհետև միջազգային հարաբերություններ եմ սովորել, ու սպորտից, որովհետև կյանքս այնց է դասավորվել, որ ես այս ոլորտում եմ աշխատում։ Եվ ինչ որ բավականաչափ ժամեր լրացներով փորձառություն կուտակել եմ ինչ որ գիտելիքներ, որոնք ոչ մասնագիտական տենց պեչատով, թղթով դիպլոմավորված, բայց կարող եմ ձեզ մատուցել։ Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր որ անգամ կրթությամբ են մասնագետ, ասում են ալեֆրանգի անընկալելի հիմարություններ։ Հասկանում եք, պետության խնդիրը չի պատրաստել օրինակ ինչ որ մի դիրքի ֆուտբոլիստ Անկամ ֆեդերացիայի խնդիրը չի դա։ Դա առանձին թմերի խնդիրն է, բոլորն են ունեն, չէ, օրինակ չգիտեմ, աճ պաշտպանի խնդիր։ Մենք ուզում ենք ունենանք լավ աճ պաշտպան, մենք ուզում ենք ունենանք լավ հենակետային։ Դարպասապայի դպրոց, որը Հայաստանում առասարակ չկա։ Հիմա պատկերացնում եք կառավարությունը քննարկի ասի ժողովուրդ ջան, ուրեմն մենք
նվազագույն աշխատավարձի շեմից ցածր ունենք 17000 ընտանիք, իրանց վիճակը շատ բարդ է, բայց գիտեք ինչ, ել ավելի մեծ տրագեդիա ունենք դարպասապայի դիրքում ֆուտբոլում, գիտեք ինչ, շատ վատ վիճակ է, այդ ընտանիքները մի կողմ, հա, հələ իրանց հարցը կլուծենք, բայց դե դարպասապա չեն կարողանում պատրաստել, գիտեք, եւ էդի կառավարությունը պետքա քննի։ Ժողովուրդ, ֆուտբոլը մի մոռացեք, դա ընդամենը սոցիալական ֆենոմեն է, որը որևէ բարիք չի ծնում։ Ինքը ոչ մի բան չի արտադրում։ Չի արտադրում, օրինակ, թաշկինակ, տակդիր, որը ձեր երեխայի տակ եք դնում։ Կաթ չի արտադրում։ Ինքը ժամանցի առողջ ապրելակերպի այդ տերմինով ասեմ հիպերտրոֆիրованный տարբերակ է։ Նրանք ովքեր որ չհասկացան, ուրիշ մոլորակից են կարող եք գրել, դուք սիրում եք գրել, գրեք այդ բառը, ձեր բառարանը կհարստանայի դեպ ասեմ։ Ինչ է դա նշանակում։ Ուրճացված։ Լավ, բոլոր նրանց ովքեր որ կրկնակի ալարկոտ են, ուրճացված տարբերակ է, որը պրոստը սիրվել է։ Արա շատ են մարդիկ սիրում, այդ հերնանիցած խաղը փոխարինում է ազգերի միջև պատերազմը։ Հիմա մենք որտեղ էլ կարանք հունգարացիքի հետ կամ պորտուգալացիքի հետ կռվենք։ Չենք կարա։ Մանավանդ ծովել չունենք, չենք կարա այնտեղ հասնենք։ Բայց ահա որ դուր է գալի, երբ որ մեր տղամարդիկ, մեր ամենաուժեղ տղամարդիկ ընտրյալ 11 հոգին դաշտում դուրս է գալի իրանց 11 հոգու դեմ։ Դա ինչ որ պատերազմի ճակերտավոր ձև է ու ժողովուրդը, ազգերը, որոնք որ հազարամյակներ շարունակ իրար հետ մրցակցել են, փոխարինել են պատերազմը շատ տարածված մարզաձևերից մեկում իրար միջև պայքարով։ Առհասարակ ինքնին ֆուտբոլը, ինքը տնտեսության մեջ, տնտեսությանը սերտ աճած, արդեն եկամուտ ձևավորող, էլի ոչինչ չարտադրող, էլի նույն ֆենոմենն է, որը կարա բերի եկամուտ, միաժամանակ չգեներացնի որևէ արժեք, որը նպատակ ունի քո կեցության հիմնակարային պահանջները լրացնելու։ Հասկանում եք, առանց ֆուտբոլի ես կապրեմ։ Ուտելիք, թթվածին, բնական պայմաններ, դրանք որևէ ձև ինքը չի փոխհատուցում։ Բայց ես այդ ժամանցի կարիքն ունեմ։ Ըստ այդմ իրան կարևորություն տալը այդ մակարդակի սխալ է, որ պետքա մենք պետության մակարդակով նստենք, որոշենք, թե որ դիրքում կամ ակումբներին ինչքան փող տանք, լուրջ եք ասում։ Ես եթե միլիարդատեր կամ միլիոնատեր եմ եւ ցանկանում եմ ակումբ բացել, ակումբ չի բացում են մարդը, ով որ վերջին կոպեկներն է հաշվում։ Նմանատիպ մեկը կա, հայտնի բլոգ ունի, ինքը որպես էքսպերիմենտ անում է, իդեպ, եթե չեք հավատում։ Սավինը ռուս ֆուտբոլիստա նախկին շատ հետաքրքիր մեդիա կերպար է, հիմա ինքը կրասավա իր ակումբը Ռուսաստանում, որը իր վերջին կոպեկներով է, քերելով, տունը ծախելով բացել է, հիմա ինքը տեղափոխվել է Կիպրոսում։ Հա, նայեք, հետևեք, ֆանտաստիկ, բայց ինքը եզակի դեպք է, մնացած դեպքերում կամ տեղի հանրությունն է, քաղաքային բնակչությունն է բացել այդ ակումբը, ինքը քաղաքի թաղամասը, իրանք թաղամասի հետ իրենց պարծանքն է, ու իրանք պահում պահում են, գտնում են թաղից մեծացած մի հատ մեծահարուստի, կամ առհասարակ ինչ-որ մի տեղից մեկը մի հատ մեծահարուստի է գտնում, կարողանում է փիչինգ անելն էլ ապրանքը, ծառայությունը վաճառելու այդ շատ հակիրճ տեքստն է, որը պետքա թիրախային կարողանաս փող ունեցողին ներկայացնես, կամ գրանտատուին, այդ էլ այդ տերմինն էլ սովորեք։ Հիմա իրանք կարողացել են հարուստ մարդու գտնել, բերել ես թիմը, ինքը որպես հավելյալ զվարճանք պահում է։ Հիմա դուք առաջարկում եք, որ Հայաստանում կառավարությունը ինչ որ փող տա հայ ֆուտբոլիստներ խաղացնելու համար, հայերին առաջ տալու համար, չգիտեմ, ավելի շատ տեղ տալու համար, Վրաստանի օրինակով։ Ֆուտբոլային աշխարհում մեծ փոքր միջին, բայց նույն հենց Վրաստանում վերցնեք։ Եվ ֆուտբոլում առհասարակ ինչ որ բիզնեսմեններ են։ Մարդիկ են, ովքեր որ սիրում են ֆուտբոլը։ Հիմա իրանց վրա խնդիր դնել, որ հավատացնում եմ, էդի պետության առաջին անհրաժեշտության թիրախային խնդիրներից մեկն է, ու մենք գումար կտանք, եթե դու աջ պաշտպան պատրաստ ես։ Կամ մանկապատանեկան ֆուտբոլը
մեծացնես։ Եղբայր, տենց չի, դա ճիշտ չի։ Պետությունը դա մի միավոր է, հասարակական ֆենոմեն է, որը նպատակ ունի ապահովելու սեփական բնակչության անվտանգությունը, հարկեր ու տուրքեր հավաքելու, պատերազմներ հայտարարելու կամ հաշտություններ կնքելու ու ստեղծելու միջավայր, որտեղ որ այդ հասարակությունը, իր իսկ բնակչությունը կկարողանա գործի ու ապրի այնպես, որ կարողանա հարկեր ու տուրքեր տալ, ինքն էլ պետությունը դա հավաքել։ Դա ֆունդամենտալ սահմանումն է, ինչ է Իրանից ներկայացնում պետությունը։ Տալիս եմ անվտանգություն, եթե պետք է սրան նրան տփում եմ, դու ապրում ես իմ սահմանած սահմաններում, ինձ դրա դիմաց, որ քո անվտանգությունը ապահովում եմ, իդեպ անվտանգությունը ապահովում եմ հենց քեզնով, որովհետև դու ես ինձ զինվորներ տալիս, բայց ես տես ստրուկտուրա եմ մտածել, թե ոնց էդի ավելի էֆեկտիվ կլինի, դու ինձ տալիս ես հարկեր տուրքեր։ Դա ֆունդամենտալ հիմքն է պետության։ Իդեպ դա էլ ձեռք են բերել տենց համալսարանում սովորելու ընթացքում, այլ ոչ թե տենց YouTube-ում վիդեոներ նայելու ու Instagram-ը սկրոլ անելու ընթացքում։ Խորհուրդ կտամ ձեզ էլ, տենց եթե որ տենց լուրջ գիգանտ մտքեր եք արտահայտում, տենց հիմնականում գիրք-միրք կարդացեք, դրա մեջ տենց տարերի արանքով ինչ որ մտքեր ընդհանուր գրած է, տենց կարողա դուք էլ մի օր կարողանաք այդ զոհը դառնալ, այդ իմացականը կուտակեք ձեր մեջ ու ձեր համար ամեն ինչ, ֆուտբոլը, այս ամեն ինչ ինչ տեղի է ունեցել, այս տրագեդիան, ինչպես դուք ասում եք, ձեր համար այնքան պարզ մակարդակում կշարադրվի, որ հանգիստ կյանքով կապրեք։ Որ Ադրբեջանը, Վրաստանը, որը ֆուտբոլային ֆանտաստիկ սերունդ ունի, իր աշխարհի առողջության որակական փուլի անցած ճանապարհը հետ հիմա խումբը նայեք։ Իսպանիա, որը համադրելի է Պորտուգալիայի հետ, լրիվ հավասար հավաքականներ են։ Թուրքիա, Բուլղարիա։ Էլ չեմ ասում, որ շատերիդ համար Վրաստանի հավաքականը ինքը արդեն դարձել էր համաշխարհային ֆենոմեն։ Հիմա իրանք ունեն նույնքան միավոր, հնարավոր է իրանց ավագը խաղի ընթացքում իր կրքերը կորցրած չլինի, իր ինքնատիրապետումը հնարավոր է իրանց ավագը տենց չկորցնի ու թիմին 10 հոգով չթողնի ու Բուլղարիային հնարավոր է իրանք հաղթեն։ Ի տարբերություն մեզ, որ օրինակ Իռլանդիային մենք պարտվեցինք։ Հնարավոր է դա տեղի չունենա եւ հնարավոր է, որ Վրաստանը իր խմբում օրինակ վաստակի 4 կամ 6 միավոր։ Չեմ բացառում, որ այդուհանդերձ Բուլղարիան այն քաշային կարգի հավաքականներից է, որ կարողանա այդուհանդերձ պայքարել վրացիների դեմ ու անգամ հաղթել։ Ու այդ դեպքում Վրաստանի հավաքականը գոնե այս ընթացիկ աշխարհի առողջության որակավորման փուլի պայքարում մեր հետ համադրելի արդյունքներ է գրանցում։ Ադրբեջանի մասին չեմ խոսում, լրիվ էլի նույն իրավիճակն է, այնտեղ էլ հեգեմոն ամիատել հավաքական կա Ֆրանսիան, բոլորին պարտվել են, էլի խոշոր հաշիվներով։ Ձեզ համար խնդիրը 9-1-ը, այո, 9-1-ը ցույց է տալիս, որ մենք պաշտպանության գծում ունենք շատ ֆունդամենտալ խնդիրներ։ Այդքան բան, դրանից ավել ոչինչ այն ցույց չի տալիս։ Գնդակների տարբերությունն է ձեզ, որ պետքա մխիթարի։ Ցավոք սրտի, ձեզնից շատերի համար հենց դա է, որ պետք է գոնե պարտվել խոշոր հաշվով չէ էլի մենակ թե։ Պետրակովին են հիշել։ Ժողովուրդ, ես եմ աշխատել Պետրակովի հետ։ Դուք ո՞նց կարող եք հիմա օրինակ պատկերացնում եք, չէ՞, ես հավաքականի հետ եղել եմ, հավաքականի հենց այն ժամանակաշրջանում, երբ որ Պետրակովն է աշխատել, ու դուք ինձ Պետրակովի մասին բաներ եք պատմում։ Եվ ասում, Պետրակովի ժամանակ մենք 2 գնդակից ավելի խոշոր պարտություն չենք կրել։ Արա դե դա արդարացնում է, իդո կոտրվել է էսի, բայց 4 կտորիա բաժանվել, 2 կտորիա բաժանվել, այս կոթնա թռե, մեկ էլ էս բաժակն է, մի քիչ ճակա տվե։ Հա, դուք կրվում եք, ասես փշուր ա եղել։ Եղբայր, այդ բաժակը օգտագործելու ես, չէ, ջարդվել է։ Տանելու ես աղբամանը գցես։ Հիմա ինչ էականա 9-1-9 կտորա մնացե, թե 2 կտորա մնացե։ Այսինքն դուք արդարանում եք, ուզում եք արդարացնել հավաքականի մարշչին կամ չգիտեմ ինչ որ մեկին, պարտվել է, բայց թասիբով է պարտվել։ Կրկնում եմ, մահացել է, բայց դե վերջում բան չարեցին էլի, տենց շատ տենց կոշտով, կոպիտով չէ էլի։ Վերջիդ մի հատ է գլխից չթողեցին սենց։ Եթե ձեր ընկալման մեջ դա պարտությունը իր ձևաչափով տարբերվում է, որը
բացահայտում է ճիշտ ասած ինձ համար, ես զարմացա հիացական մտքերից զատ ոչինչ այլ չեմ կարող ասել, որովհետև ես ոչ թե չեմ ընդունում, այլ չեմ էլ հասկանում, թե ձեր ասած է տրամաբանությունը որն է։ Այսինքն մի մարզիչ, որը կարողանում էր թիմը պաշտպանությունում կառուցել այնպես, որ թիմը շատ գոլ չուտեր, բայց թույլ հավաքականներին, ինչպես օրինակ Ֆարերներն չէինք կարողանում հաղթել, այդ հավաքականը պինդեր նույն այս տղաներն էին շատ քիչ 1, 2, 3, 4 ֆուտբոլիստների տարբերությամբ կարողանում էր պայքար մղել ուժեղների դեմ, հիմա էլ ենք կարող ուժեղների դեմ խաղանք։ Այո, քաշային կարգով համադրելի խորվաթիաների, թուրքիաների այն ժամանակվա հավաքականները ու հիմիկվա հունգարիաների ու իռլանդիաների դեմ մենք լավ էլ խաղում ենք։ Հա, մեզ մոտ արդեն շատ ուժեղների դեմ խաղերը չեն ստացվում, հա։ Okay, լրիվ օքեյ եմ դրա հետ։ Որովհետև եթե մենք Պորտուգալիային պարտվեինք 2-0, աղյուսակում մեր տեղը դրանից ընդհանրապես չէր փոխվելու։ Այն նստվածքը, որ կա, որ դե այդուհանդերձ մենք լուրջ մրցաշարին հավակնող հավաքական չունենք, չի փոխվելու։ Նույն այս տղաներն են ու այն մթնոլորտը, այն ընկալումը, որ կա ֆուտբոլային մեր հանրությունում, արդյունքում ընկած է այս պարտության, այս խոշոր հաշվով պարտության հիմքում։ Հայլու մեջ ինքներդ ձեզ նայելով, ինքներդ ձեզ խաբում եք, որ այս հավաքականը ձեր հետ կապ չունի։ Դուք մի մեծ, պանծալի, բոլորին հաղթած, աշխարհի ամենախելացի, մշակույթապես բոլորի նկատմամբ հեգեմոն, քոչվոր ժողովուրդներով շրջապատված ու միակ հպարտ ազգի ներկայացուցիչն եք, ով ոչ մի տաճար անտիկ շրջանից չունի կանգնած եւ միակ կանգնածը դա հունական տաճար է, բայց մենք ունենք բոլորին հռոմեացիներին էլ, հույներին էլ, իրանցից ավելի մեծ մշակութային ժառանգություն, բոլորից ես ավելի բարձր եմ։ Ու այս հավաքականը մի տեսակի մեծ կապ չունի, էս ի՞նչ է։ Երբ որ դուք ձեզ այդպես խաբում եք, ձեր մոտ, ձեր ինքնակնական մտաեզրահանգումների ու մտավարժությունների ընթացքում գալիս է տենց խնդիր է առաջանում։ Դուք չեք կարող ընկալեք, այս հավաքականը իմ հետ ինչ կապ ունի։ Իսկ այդ հավաքականը ձեր ամենաճիշտ, ամենամանրակնկիտ հայլային արտացոլումն է։ Այն արտացոլում է իդեալական ձեզ եւ մեր պետությունը։ Այն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Եվ այն պետք է սիրել իր փոքրիկ, հիմա արդեն բզկտված սահմաններով շատերին պարտված, դարավոր թշնամիներին պարտված չարքաշ աշխատանքի մեջ ինչ որ մի բան պահած, ստեղծած, ունենք այն ինչ ունենք։ Ու ես կրկնում եմ, ինձ համար այս պարտությունները լինեն 8-1, 8-0, 9-1 թե 2-0, տարբերություն դրանք չեն տալիս։ Տարբերություն է տալիս այն, թե արդյոք ժողովուրդն ու ֆուտբոլային հանրությունը կընկալի դրա պատճառները, թե չէ։ Պետք է կառուցել ամուր ուժեղ պետություն, որը կունենա ամուր ուժեղ հավաքական։ Շնորհակալություն, որ այս շաբաթ այսպիսի թողարկմանը եղաք ինձ հետ։ Լսեցիք մինչև վերջ։ Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն էր, ձեզ համար աշխատեց Գևորգ Ղազարյանը։ Հաջողություն, կհանդիպենք գալիք շաբաթ։